Հիմա ասացիք պետք է դեռ ծանոթանաք, վերանայեք, ծանոթացաք վերջո եւ ինչպես կմեկնաբանեք 8 սրբազանների հանդիպումը։ Հիմա ժամադրություն ունեմ եւ ժամադրության եմ Շատ կարճ ընդհանրապես ձեր մեկնաբանությունը եւ հասցեցիք ծանոթանալ։ Ստորագրությունը ձեր ծանոթացել եմ։ Ստորագրելու եք փոխվել է դուք։ ինչ-որ բան ձեր տեսակետներում, վերապահումները վերջացել են, ավարտվել են, թե չէ։ Ինչ վերապահում։ Դուք նշեցիք, որ վերապահումներ ունեք տեքստի առնչությամբ եւ այդ պատճառով չեք ստորագրել։ Այս պահին էլ ունեք այդ վերապահում։ Տեքստի առնչությամբ եւ ձևի առնչությամբ վերապահումներ ունեմ եւ արտահայտել եմ։ Սրբազան հայր։ Ստորագրել։ Սրբազան հայր, իսկ այսօր չնե։ Հստակեցում պարզապես ստորագրելու եք դրա տակ թե ոչ։ Իսկ ով է ասում կամ երբ է դրվել ստորագրել չստորագրելու հարցը։ 3 ստորագրաշեր դրա համար հարցնում են ստորագրելու եք թե ոչ։ Այսօր էլ եթե նայեք ստորագրած չի, շնորհակալ եմ։ Սրբազան հայր, ամեն դեպքում այսօր չեն ներկայացել մի քանի եպիսկոպոսներ Գերագույն հոգևոր ժողովին։ Այս առնչությամբ ձեր դիրքորոշումը որն է, ինչու է։ Ես Գերագույն հոգևոր խորհրդի անդամ չեմ եւ պարզապես կարդացի, որ իրենք տեղի չեն մասնակցել, իսկ թե ինչու չեն մասնակցել, պետք է հարցնեք իրենց։ Շնորհակալ եմ։ Օրինավոր ծառայություն։